Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Արման Եղոյանի եւ նրա կնոջ Քրիստինա Հունանյանի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Եղոյանը հայտարարագրել է բաժնային 1/2 սեփականության բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2021 թվականի նոյեմբերի 10-ին։ Միանձնա սեփականության փողամաս Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2020 թվականի օգոստոսի 21-ին, ինչպես նաև միանձնա սեփականության ավտոտնակ Երևանում, որը նույնպես ժառանգություն է ստացել 2021 թվականի նոյեմբերի 4-ին։ Տարվա ընթացքում Եղոյանն իր հողամասի մի մասը նվիրատվություն է կատարել կնոջը, իսկ անշարժ գույքի մնացած մասը նույնությամբ պահպանվել է։ Արման Եղոյանը 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Շարժական գույք ավտոմեքենա նույնպես Եղոյանը չի ունեցել, սակայն հայտարարագրել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2016 թվականի արտադրության Mazda Magnishի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Եղոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3.906.960.44 դրամ, տարեվերջին 2.561.519.97 դրամ։ Նա ունեցել է նաև 150,000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 100,000 դրամ։ Հաշվետու տարում ԿՊԱ-ական падգամավորի եկամուտները կազմել են 47.441.944 դրամ, որից 11.964.104 դրամը արժեից ստացած աշխատավարձն է, 1.258.620 եւ 569.220 դրամը Ինեկո բանկից, 5.27 դրամը Հայեկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը։ Բացի այդ, նա 1.650.000 դրամ նվիրատվություն է ստացել իր քրոջից, Նոնա Եղոյանից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33.058.704 դրամ։ Նա իր եկամուտներից 9.589.868 դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Պատգամավորի կինը Քրիստինա Հունանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնուց նվիրատվություն ստացած հողամասը, որին տիրապետում է բաժնային 1/2 սեփականությամբ։ Նա նույնպես 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Հունանյանը շարժական գույքի բաժնում հայտարարագրել է 2010 թվականի արտադրության Toyota Magnishի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Նշենք, որ այն 2023 թվականի հունիսի 19-ին 3.120.000 դրամով վաճառել է, ապա օրեր անց հունիսի 23-ին գնել 2016 թվականի արտադրության Mazda Magnishի ավտոմեքենա։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 30.030 դրամ, տարեվերջին 105.005 դրամ եւ 47.9 եվրո։ Նա ունեցել է 100,000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 70,000 դրամ։ Հաշվետու տարում Քրիստինե Հունանյանի եկամուտները կազմել են 4.820.950 դրամ, որից 3.120.000 դրամը մեքենան օտարելու արդյունքում ստացած եկամուտն է։ 1.217.950 դրամը Unipec ընկերությունից ստացած աշխատավարձ է, 300,000 դրամը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած միանվագ վճարը, 183,000 դրամը Հայեկոնոմ բանկից վարկի տեսքով ստացված փոխառությունը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 170.789 դրամ։